Գողություն հայկական ձևով։ Խոսելու ենք «Գողություն հայկական ձևով» ֆիլմի մասին։ Ես էլ շտապ եմ ներկայացնել մեր հյուրերին, որոնք արդեն տաղավարում են, եւ այսպես ֆիլմի բեմադրող ռեժիսոր Դավիթ Գրիգորյան, բարի լույս։ Բարի լույս։ Եվ դերասանուհի Միլենա Ղազարյան, բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք, որ այստեղ եք։ Այսօր մեր ավանդական հարցով ենք սկսում հարցազրույցը, ինչպես է սկսվել առավոտն այսօր ձեզ համար։ Շատ լավ ինձ համար։ Դու ես ամենը։ Ինձ համար է։ Կարևորը առույգ արթնացել եք եւ մեր տաղավարում եք, դա ամենակարևորը։ Իսկ ինչպես սկսվեց այն գաղափարը, որը դարձավ արդեն իրականություն, երբ որոշեցիք ստեղծել «Գողություն հայկական ձևով» ֆիլմը։ Ինչու։ Գաղափարը Արտյոմ Վաղարշյանինն է, ով հանդիսանում է ֆիլմի պրոդյուսերը, հենց հիմնական այն գաղափարը, ինչի շուրջ կառուցվել է ֆիլմը։ Ֆիլմի սցենարի հեղինակներն են Նարեկ Մարգարյանը, Արտյոմ Վաղարշյանը եւ ես։ 2 տարի աշխատել ենք սցենարի վրա ու ստացել ենք այն, ինչ հիմա բոլորը դիտում են կինոթատրոններում։ Ես արդեն գուցե արդար չասել, որ մենք գաղտնիքները գիտենք, սիրելի հեռուստադիտողներ, այս ընթացքում փորձում ենք զրուցել, հասկանալ, ինչ հետաքրքիր իրադարձություններ են առհասարակ եղել եւ հիմա ձեզ էլ իհարկե կպատմենք, բայց մինչ այդ ուզում եմ հարցս ուղղել Միլենային, որպեսզի հասկանանք, թե նա ինչպես ստացավ առաջարկը ֆիլմին միանալու եւ ինչպես միացավ այս ամբողջ գործընթացին։ Շատ պատահական։ Եթե անկեղծ ես թիմին միացել եմ, կարելի ասել վերջում, արդեն գրեթե ամբողջ դերասանական կազմն ընտրված էր, երևի իմ կերպարն էր միայն մնացել, որ ընտրված չէր եւ ֆիլմից ինչքան 10 օր առաջ, ուրեմն շատ իմ համար ամենակարևոր դերերից մեկն է Միլենայի դերը ու շատ մարդիկ են անցել այդ դերի համար, բայց ես չէի գտնում այն դերասանուհուն, ով կարող է կերպարը մարմնավորել, որովհետև Միլենայի կերպարը շատ բարդ կերպար է ֆիլմում, ինքը պետք է մի սիտուացիայում խաղա, որը կյանքում չկա։ Չի կարող վերցնել ինչ-որ մի տեղից եւ այլն։ Ու հա, մեր կադրերն են, այդտեղ ուրեմն սա մեր բանտի տարածքն է, որը տաղավար է, կառուցվել 0-ից։ Իրականում մենք գիտենք, որ ֆիլմի համար բավականին մեծամասշտաբ տաղավարներ են կառուցվել, չնայած համացանցում շրջանառվում է մեկ տաղավարի մասին, որը ամենամասշտաբայինն է, բայց իրականում մի շարք տաղավարներ։ Ավելի քան 7000 քառակուսի մետր տարածությամբ տաղավար է եղել, բայց դուք մեզ ասացիք, որ դա միակը չէր։ Չէ, 21 տաղավար է կառուցվել ֆիլմի համար։ Օրինակ սա էլ է տաղավար, նայեք թունելների հատվածն, այստեղ էքշն նկարահանումներ են մեր մոտ, իմիջիալոց դերասանները լավ տանջվել են, մենք փորձել ենք անել ամեն ինչ դերասանների հետ, որ արդեն հնարավոր չէր, նոր մասնակցել են կասկադյորները, իսկ դերասանները ապրեն իրանք, մի քիչ տանջվել են, բայց ստացել ենք հենց իրանց կատարմամբ էլի այս տեսարանները այս այդ տաղավարն է, որը որ մեծ քաղաք է, իմիջիալոց սա չկա տրեյլերի մեջ, մենք ցույց չենք տվել, էքսկլյուզիվ կադրեր մեր եթերում, որովհետև բայց շատ մարդիկ գիտեն արդեն սրա մասին ու կինոթատրոն շատ ուրախալի բան եմ ասում, կինոթատրոն գալիս են մարդիկ, ովքեր խորհրդային տարիներին են եկել կինոթատրոն գնացել ու հիմա են գալիս, որովհետև գալիս են ոնց որ նոստալգիա են ապրում, տեսնում են այն թվականը, որի ժամանակ իրանք ջահել են եղել, երիտասարդ են եղել։ Եվ իրենց ավելի հարազատ մասսայական տեսարանն է մեր ֆիլմում, որտեղ կադրում 2100 հոգի մարդ է եղել։ Կադրում։ Իսկ կադրից դուրս աշխատում էր երևի մոտ այդքանը մարդ։ Բավականին բարդ է մասսայական տեսարանների այս ընթացքում հատկապես աշխատանքը, որովհետև մարդաշատ է նկարահանման հրապարակը։ Ընդհանուր առմամբ բարդ է եղել նկարահանումները, որովհետև շատ բաներ եղել են, որ առաջի անգամ արվում Հայաստանում։ Ու նախապատրաստվել, պետք էր լավ նախապատրաստվել դրան, բայց կարևորը մենք ստացանք այն արդյունքը, որը որ ակնկալում էինք։ Ես կարծում եմ այն ամենակարևոր հարցը պիտի տանք, որը հիմա վստահաբար հուզում է բոլոր այն մարդկանց, որոնք ֆիլմը դեռ չեն հասցրել դիտել։ Ինչի մասին է ֆիլմը։ Որ գողության։ Որ գողության մասին է խոսքը։ Ֆիլմը ընդհանուր առմամբ գողության գիծ ունի, ինքը գողության մասին է, բայց ֆիլմը շատ ուրիշ մեսիջներ ունի։
Ֆիլմում շատ կարևոր մեսեջներ կան։ Ընկերության մասին է ֆիլմը ազատության մասին է։ Ֆիլմը հասարակարգերի տարբերության մասին է։ Ֆիլմում նույն ժամանակահատվածում կա երկու հասարակարգ ու այդ կոնտրաստը երևում է երկու հասարակարգի կոմունիստական ու մեր հիմա դեմոկրատական հասարակարգերի տարբերություն կա շատ ավել բան չեմ ուզում ասել որտեվ ես ուզում եմ որ հանդիսատեսը ինքը էկրանին տեսնի դա ու այդ ապրումները ունենա հենց կինոթատրոնում Միլենա, քեզ համար ինչ փորձառություններ այսպիսի մասշտաբային գեղարվեստական ֆիլմում նկարահանվելը Շատ մեծ իրականում ուրախ եմ որ հնարավորություն եմ ունեցել աշխատելու մեծ փորձեր իրականում այդ մասսայական տեսարանները նույն այդ ստադիոնի տեսարանը ես այդ օրը շատ լավ եմ հիշում ես ներկայացման էի թատրոնում ու չէի պատկերացնում ինչ է ինձ սպասվում այսպես մտնում եմ նկարահանման տաղավար ասել էի ստադիոն պետք է կամ ու տեսնում եմ այդքան մարդ հիշում եմ իրականում ինձ թվաց ինչ որ սխալ տեղ եմ եկել ինչ որ խաղ գնում իրական բայց չէ նկարահանումներ իրականում բարդ էր այդքան ոնց որ մասսայական տեսարաններում երբ որ այդքան մարդ կա ու դու պետք է խաղաս մի քիչ հուզվում էի հիշում եմ բայց չգիտեմ ռեժիսորի օգնությամբ Իսկ խաղընկերների հետ աշխատանքը ինչպես է Հա մենք իրականում փորձեր ենք ունեցել մինչև նկարահանումները փորձերը արվում էր շատ հստակ այսինքն մենք գիտեինք եթե հայտնվենք նկարահանման հրապարակում մեր քայլերը գործողությունները այսինքն հստակ փորձեր էին արվում մի ամիս երևի հա կամ երկու մենք արել ենք փորձեր ու շատ վստահ ենք մտել նկարահանման հրապարակ, որովհետև ինչ որ նոր բան մեզ չէր սպասվում այնտեղ, մնում էր վայելել, խաղալ, չգիտեմ, ու փորձել անել այն, ինչ ռեժիսորն ուզում էր մեզնից։ Մենք դիտելով էքսկլյուզիվ այս կադրերը, որոնք քիչ առաջ ներկայացնում ենք նաև մեր հեռուստադիտողներին, կարծում ակնհայտ է դառնում, որ իսկապես միևնույն ժամանակ բարդ եւ աննախադեպ մեծ մասշտաբի նկարահանումներ են տեղի ունեցել։ Ես վստահ եմ, որ այս նկարահանումների ընթացքում եղել են շատ զավեշտալի ու զվարճալի դեպքեր, վստահ եմ նաև, որ եղել են ֆանտաստիկ բարդ տեսարաններ։ Ինձ շատ հետաքրքիր է Դավիթ, դուք որպես ռեժիսոր, որ երկուսը կառանձնացնեք ամենազավեշտալին եւ ամենաբարդը։ Ձեզ համար զավեշտալի շատ բաներ ա եղել, ուղղակի որ ստադիոնի տեսարանը մեջ բերեց Միլենան այդտեղից հիշեմ, ուրեմն քանի որ նկարահանումները մենք պետքա մի օրում կատարեինք, երկար տևեց մեր նկարահանումները, մենք մասսայական տեսարանների համար ունեինք այդտեղ տատիկ պապիկներ, որոնց համար դժվար էր մինչև գիշերվա ժամը 4-ը մնալ նկարահանմանը, ուրեմն նկարահանման ընթացքում մենք նաև ունենք պարեկների մեքենաներ, որոնք մերն են, մի պահ եկավ, երբ որ նկարահանում ենք անում, արդեն լույսը պետք է բացվի, արագ նկարահանումներ ենք անում, պարեկներից մեկը մեքենայով մոտեցավ, ես գիտեմ մեր պարեկներն են, ասի դրա ժամանակը չի բան, բայց ուրիշ հարցով էր եկել, ուրեմն մեր դերասաններից մեկին ռոզիսկ էին տվել, որ տնեցիք Որոնում է երկար ժամանակ տանը չէր եղել, Ամեն ազգանունը ասեցին, ես ռուպերով ասեցի, այդ տատիկը դուրս եկավ, գտան տատիկին, նստացրին մեքենան, տարան տուն։ Ահա։ Բայց կարևորը գիտեմ որտեղ փնտրել, որովհետև նկարահանման հրապարակում է ստադիոն, բայց չէր իմանում էլի որ Գիտեմ որքան դեպի նկարահանում։ Մենք արդեն կադրերից պատկերացրեցինք, թե որքան բարդ աշխատանք է եւ այն ցուցանիշները, որ 2 ամսում ֆիլմը արդեն հասցրել է գրանցել, միայն Հայաստանում է դեռ ցուցադրվում, չէ՞։ Դեռ այո, բայց երբ սպասեն Հայաստանի սահմաններից դուրս բնակվող մեր հեռուստադիտողները։ Շուտով ոչ միայն մեր հեռուստադիտողները, այսինքն հայ հեռուստադիտողները, այլ նաև օտար ազգի հեռուստադիտողները նույնպես կարողանալու են նայել իրենց լեզվով, անգլերեն, հնդկերեն եւ ռուսերեն։ Հիմա այդ աշխատանքներն ա տարվում, նաև մեր հայրենակիցները, ովքեր արտասահմանում են, շուտով կներկայանա ֆիլմը նաև իրենց Իրենց մոտ։
Այո։ Հրաշալի է, մեզ մնում է շնորհավորել եւս մեկ անգամ ձեզ կատարած կարևոր ու շատ բարդ աշխատանքի համար եւ մեր հեռուստադիտողներին էլ հորդորենք, որ չնայած նրան, որ արդեն 2 ամիս անցել է, ֆիլմը դեռ 2 ամիս։ Այսօր լրանում է ֆիլմի 2 ամիսը, պրեմիերայից արդեն, դե կարծում եմ սա յուրաքանչյուրս հասկանում ենք, որ սա հրաշալի ցուցանիշ է, եթե ֆիլմը դեռ կինոթատրոններում է, նշանակում է այն իսկապես պետք է դիտել, ուստի բաց մի թողեք այդ հնարավորությունը եւ քանի դեռ կարող եք մեծ էկրանին վայելել այն անպայման դիտեք։ Շնորհակալ ենք անչափ եւս մեկ անգամ, ողջունում ենք ողջ թիմի ստեղծագործական եւ ասում շնորհակալություն այդ աշխատանքի համար ու շարժվում առաջ, առաջարկելով լսելի երաժշտություն։